Հարևաններս տարբեր են։ Մեկը գլխից ջուր է լցնում։ Ermənistan və Azərbaycan Dağlıq Qarabağın gələcək ստատուսի haqqında Մյուսը բարևելիս ժպտում են, բայց երբեք չես իմանա, թե մտքին ինչ կա։ اونها دروغ میگن سران استکبار هم دروغ میگن Երրորդն ընդհանրապես անհասկանալի է։ Գաբարջոբաց մատոնեվո Թավիսուտլար Չորրորդի դուռն էլ միշտ փակ է։ Soykırım diye bir şey yoktur. Հարևաններ, տարածաշրջանային վերլուծական ծրագիր։ Եվրատեսիլ երգի մրցույթը կանցկացվի մի երկրում, որտեղ պաշտպանված չեն մարդու ամենատարրական իրավունքները, որտեղ չկա խոսքի ազատություն։ Սա միջազգային մամուլի արձագանքն է։ Այսօր տաղավարում իմ հյուրն է տարածաշրջանային աշխարհաքաղաքականության փորձագետ Անժելա Էլիբեգովան։ Նրա հետ միասին կպարզենք, թե ինչ է իրականում կատարվում Բաքվում նախաեվրատեսիլյան այս շրջանում։ Ղարաբաղյան խնդիրը հետին պլան է անցել Բաքվի համար։ Կարծում եմ այո, որովհետև մինչև 2013 թվականի նախագահական ընտրությունները Ադրբեջանում չանցնեն, այդ թեման ոչ մի ինչ-որ լուրջ պրոգրես ապրել չի կարող, որովհետև Ալիևի ռեպուտացիոն խնդիրը պահել մաքսիմալ, ներկայիս իրավիճակը խախանդ եւ հանգիստ, որովհետև ինքը ներքին շատ լուրջ խնդիրներ ունի այսօրվա դրությամբ եւ նույն ֆունդամենտալիստ իսլամիստների հետ եւ դեմոկրատական դաշտի հետ։ Երևի դա շատ պարադոքսալ կհնչի, բայց մի Լեյլա Յունուսը իր քանդված շենքի պատճառով Եվրոպայում ավելի շատ հակափիարանում ալիևական ռեժիմին, քան ամբողջ իրենց օպոզիցիոն դաշտը, որը երկրի ներսում այսքան տարի փորձում է ինչ-որ միտինգներ անի եւ այլն եւ այլն։ Այսինքն մի կին նստած Եվրոպայում ավելի շատ բանի է հասնում այսօրվա դրությամբ Ալիևի ռեժիմի հետ պայքարում, ինչը մենք տեսնում ենք գրեթե ամեն օր արտասահմանյան մամուլում եւ ամերիկական, բրիտանական, գերմանական, ֆրանսիական, այսինքն ամեն աստծո օր նրանք գրում են Ալիևի մասին, ինչը ինձ համար բավական հետաքրքիր տենդենս է։ Մեկ այլ կին էլ կար, որ շատ աղմուկ բարձրացավ նրա պատճառով Հադիջա Իսմայելովայի մասին է խոսքը նույնն էլ։ Արևմտյան լրատվամիջոցները որքան մոտենում է Եվրատեսիլը, այնքան ավելի ինտենսիվ ու ավելի հաճախ են գրում Ադրբեջանի մասին։ Վստահ եմ դու ես նկատել այդ տենդենսը վաղուց էինք նկատել։ Սա ինչ է նշանակում։ Եվրատեսիլի ծուղակն է ընկել Ադրբեջանը։ Կարելի ասել այո, որովհետև ի սկզբանե Իլհամ Ալիևի պատկերացմամբ եւ ընդհանրապես ղեկավարության համար Ադրբեջանի Եվրատեսիլը դա օլիմպիական խաղերի պես, մի հեշտ միջոց է երկրի ռեյտինգը երկրից դուրս բարձրացնելու համար։ Մի շոու, որի վրա ծախսվում է ինչ որ գումար, բերում է շատ ավելի մեծ դիվիդենդներ եւ տուրիստական, եւ քաղաքական, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Բայց հաշվի չառան մի շատ հասարակ բան, որ Ադրբեջանի հետ շատ ոչ միայն ուժեր, նաև երկրներ կան, որ ունեն իրենց հաշիվներ։ Եվ այն ամենը, ինչ որ հնարավոր էր թաքցնել մինչև այդ, ինչը հետաքրքրություն, այսինքն հենց Ադրբեջանը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց, դա տվեց հնարավորություն բարձրացնել այն բոլոր խնդիրները եւ խոսալ եւ օգտագործել դա որպես լծակ Ադրբեջանի ղեկավարության դեմ, ինչը մինչև այդ չէր աշխատում այդքան էֆեկտիվ։ Եվ ամենահետաքրքիր դիտարկումը իմ այս ամեն ինչում նա է, որ սկսեցին անհասկանալի ինչ-որ տերորիստական կազմակերպությունների ներկայացուցիչներ ձերբակալվել, որոնց նույն Գանջայում, որ տերորիստներ ձերբակալեցին վերջերս, հետ հայտարարեցին, որ դա ինչ-որ Ալ-Կաիդայի ներկայացուցիչներն են, որոնք Սիրիայում են անցել, ինչ-որ պատգոտովկայել։ Մեծ ինչ-որ կոնսպիրոլոգիչսկի թեորիա էր հնարվել, ինչ-որ անիմաստ լրիվ իրար հետ կապ չունեցող։ Ենթադրում եմ, որ կարող է լինի այդպես, որ Ադրբեջանի ղեկավարությունը հասկանալով, որ թողնելով երկիր մեծ քանակությամբ արտասահմանյան ժուրնալիստներ Եվրատեսիլի օրերին, այն բանից հետո, երբ օպոզիցիան խոստացավ անցկացնել միտինգներ եւ բարձրաձայնել խնդիրների մասին, մենք փորձում ենք ուղղակի այդ մարդկանց վախեցնել, մաքսիմալ քիչ մարդ կա հենց Բաքու, որովհետեւ ինչքանով ես տեսնում եմ Եվրատեսիլի նվիրված ֆորումներով առանձնապես աժիոտաժ չկա ոչ տոմսերի գնման հարցում, ոչ լրագրողական ակրեդիտացիաների ստանալու գործում, ոչ առանձնապես ֆանատների
տարիների, հա, շրջանակներում։ Այսինքն մաքսիմալ արվում է այնպես, որ քիչ մարդ կա, բայց շատ մարդ դա տեսնի TV-ով, տեսնի թե ինչքան լավ կազմակերպեց այդ ամեն ինչ Ադրբեջանը, ինչ սիրուն զալ կառուցեց, որ իրականում պլագիատ է, հա, նույն Չինաստանում կառուցված օլիմպիական օբյեկտի։ Եվ այլն, այսինքն ենթադրում եմ, որ կարող է Ադրբեջանի ղեկավարությունը գնաց այդ ճանապարհով, սկսեց օգտագործել ինչ որ իսլամիստական անհասկանալի կազմակերպությունների ինցիդենտներ, այն բանի համար, որ ուղղակի եվրոպացիներին մի քիչ հեռու պահի հետ։ Բաքու գալուց։ Շատ լավ, եւ Եվրատեսիլիան տենց երկու հարցեր, ճիշտ Եվրատեսիլիան չէ, Եվրատեսիլից բխող կամ դրա հետ կապված անդիմությունը։ Ես շատ, այսպես ասած, ագահությամբ եմ անգամ նայում անդիմադիրների ցույցերի կադրերին, որովհետեւ շատ հետաքրքիր բան է տեսնել Ադրբեջանում անդիմության ցույց։ Շատ մարդիկ ում հետ ես խոսել եմ, կասկած են հայտնում, որ Ադրբեջանում Եվրատեսիլի երկի մրցույթի օրը այնուամենայնիվ ցույց կանցկացվի, չէ կամ միգուցե շատ փոքր մասշտաբով անցկացվի։ Դու ինչ կանխատեսումներ ունես, հա, որքանով է ուժեղ այդ սպառնացող ընդդիմությունը։ Եվրատեսիլ երկիր մրցույթի օրը մենք կտեսնենք ինչ որ ամբողջություն։ Իրականում Եվրատեսիլ երևույթը ինքն իրանով դա մի օր չի։ Դա մոտավորապես 2 շաբաթ է, կոչվում է Եվրանիդելը, երբ արդեն դելեգացիաները ժամանում են, սկսվում են ռեպետիցիաները եւ այլն, ինչ որ տեխնիկական աշխատանք եւ այդ 2 շաբաթվա ընթացքում ամբողջ քաղաքը ապրում է Եվրատեսիլով, հա։ Ցույց կարելի է կազմակերպել այդ օրերից ցանկացած մեկը կամ 2 կամ շաբաթներով, այսինքն կոնկրետ մի օր չի, երբ ունի անդիմությունը, որ դա անի։ Խոսք ուրիշ բանի մասին է, թե անդիմությունը ինչքանով կկարողանա այդ հնարավորությունը օգտագործել ճիշտ, որովհետև ինչքանով տեսնում եք վերջերս Համալիևը թույլ տվեց իրենց անցկացնել ցույց, դա առաջի անգամ էր վերջի տարիների ընթացքում, որ նրանց օրինական թույլ տվեցին անցկացնել ցույց, բայց քաղաքից դուրս։ Մի քանի անգամ իրենց առաջարկել են գնալ քաղաքից դուրս անելուց, նրանք հրաժարվել են։ Հիմա ամենայն թեժ պահին, երբ որ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է, թե ադրբեջանական ընդդիմությունը ցույց կանի, ուրեմն խելոք քաղաքի ծայրամասում ինչ որ քաղաքից դուրս անում իրենց ցույցը, ոչ մեկ դրա մասին ոչ լսում է, ոչ իմանում է, էլի մեծ քանակությամբ մարդիկ ձերբակալվում են այդտեղ, նույն այդ ադրբեջանցի рэպերը, հա, որը Իլհամ Ալիևի մայրիկի մասին էր ինչ որ կոպիտ բառ ասել եւ նրան տարել էին, ծեծել էին եւ այլն, այսինքն դա մնաց միջազգային մամուլի հետաքրքրությունից եւ լուսաբանումից դուրս, զուտ այն պատճառով, որ օպոզիցիան չկարողացավ օգտվել իր ձայնը հնչեցնել բարձր, հա, այդ հնարավորությունից, նրանք գնացին կոմպրոմիսի։ Ինչ թույլ է տալիս ինչ որ չափով ենթադրել, որ այդ ամեն ինչ ինչ որ թատրոնի պես բան է, հա։ Բոլոր այն ուժերը, որոնք ասելիք ունեն, իհարկե կարծում եմ կփորձեն ասել, սկսած Ակիֆ Նագիից, իր կազմակերպությունով, հա, նացիոնալիստական վերջացրած մարդկանցով իրենց հիջաբը կրելու իրավունքով, այսինքն Ադրբեջանում պլաստա դժգոհ մարդկանց, ինքը մեծ է, միայն բազմակողմանի, այսինքն դա միայն այն Think for Democracy խմբի ներկայացուցիչները չեն։ Բողոքողները շատ են, նույն այդ Գեյշե Քերթը, հա, որ պատրաստում են անցկացնել եւ այլն, այսինքն Ադրբեջանի դելեգացիայի ղեկավարը նույնիսկ վերջերս ասաց, որ նա իրավունք չունի արգելելու Գեյշե Քերթը, որովհետեւ Եվրատեսիլի հետ կարծես թե դա ոչ մի կապ չունի եւ բոլորը ազատ են իրենց ցանկությունները արտահայտելու մեջ Ադրբեջանում, այսինքն երևի թե կարելի է սպասել, որ ինչ որ հետաքրքիր մի բան վերջը տեղի կունենա այդ օրերին։ Մեզ համար առանձնապես տարբերություն չկա, ով իր բողոքի ձայնը կհնչեցնի։ Մեզ հետաքրքիր է տեսնել այդ երևույթը, թե ոնց ավտորիտար եւ շատ ռեպրեսիվ մեխանիզմներով աշխատող Ադրբեջանում, որտեղ 2 օր առաջ դաժանաբար ծեծ են ենթարկել, հա, եւս մի լրագրողի եւ Խաջիժա Իսմայիլովայի պատմությունը, ինչպես շեշտեցիք վերջերս եղավ։ Այսինքն հետաքրքիր է տեսնել, թե ոնց են այդ մարդկանց վերջը թույլ տալու իրենց ձայնը բարձրացնել։ Երևույթը մեզ ավելի շատ է հետաքրքրում, քան ֆորման եւ օրը եւ այլն։ Եվ մեկ այսպիսի բողոք կապված Եվրատեսիլի հետ մենք դրա մասին հենց քեզ հետ էլ խոսել ենք, քանդված եւ քանդվող տների մասին։ Այս երևույթը կարծես թե իմ մոտ տպավորություն է, որ այս մասին խոսում են մենակ հայկական եւ ադրբեջանական ընդդիմադիր մամուլը։ Դրսում նկատել ես դրան արձագանք։ Դրսում են շատ խոսում, շատ առավել եւս գերմանական մամուլը դրա մասին գրում է գրեթե ամեն օր, ինչպես ես տեսնում եմ, եւ Շպիգելը եւ Deutsche Welle-ն, եւ շատ Евроньюսը նույն տվեց ռեպորտաժ դրա մասին մի 2 օր։ Այսինքն դա կակրաս ամենաթիրախային թեման է այդ շուրջ Եվրատեսիլի, որովհետեւ Եվրատեսիլ անցկացնելու համար
քանդել մարդկանց տներ եւ դուրս հանել իրենց, եվրոպացու համար դա ընկալելի չի, հասկանալի չի։ Իհարկե կարելի ասել, որ դա վաղուց փրվող տներ էին եւ այլն, բայց կան վիդեոկադրեր, թե ինչպես են այդ մարդկանց իրենց տներից գիշերը հանում, հա, քաշ տալով, զորով, ծեծելով, այսինքն սարսափելի տեսարաններ են։ Բնականաբար դա արձագանք ստանում է, բայց եւս մի հետաքրքիր փաստ եվրատեսիլի հետ կապված։ Պետք է շենք հանձնվեր իրենց սպայերի համար եւ արդեն քանի 40 ընտանիք մարդ ապրում էին արդեն այդ շենքում, նրանց դուրս հանեցին։ Այսինքն մինչև մայիսի 1-ը դուրս կգաք ձեր տներից, այդ շենքը ամբողջովին հանձնվելու է եվրատեսիլի հյուրերին։ Կգնան, կվերջանա, որ հետ կգաք կապրեք։ Դա արդեն խոսում է վերաբերմունքի մասին։ Քո բնակչության եւ տեսնելով կարդալով նույն ադրբեջանական ֆորումները տեսնում ես որ մարդիկ չեն ուզում այդ եվրատեսիլը, մարդիկ արդեն հələ չսկսած հոգնել են այդ ամեն ինչից, որովհետեւ ղեկավարությունը այնքան ուժ ու եռանդ է ծախսում ցույց տալու համար, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է, որ հասարակ ադրբեջանցիներ, որոնք անվճար վոլոնտյորություն են անում, հա, առավելևս պետական աշխատողներ, նրանց դա պետք չի, հասարակ ադրբեջանցուն դա պետք չի հասկանում։ Ինչի եթե մենք այդքան լավ ապրող երկիր ենք, հա, ինչ ենք մենք ապրում Ինչ եմ ես որպես հասարակ ադրբեջանցի ապրում այդքան ված, երբ որ եվրատեսիլի վրա ծախսվում է $1 միլիարդ, հա, իր ամբողջ ինֆրաստրուկտուրայով եւ այլն։ Բնականաբար այդ մարդկանց մոտ դա հարցերը առաջանում են եւ բնականաբար տեսնելով այդ ամբողջ շքեղությունը, հա, որը պատրաստում են ցուցադրել աշխարհին եւ տեսնելով որ ինքը ժամով ջուր է ստանում, ժամով գազ է ստանում Բաքվում, մի երկրում, որը գազ արդյունահանող երկիր, մարդկանց մոտ դիսոնանս է առաջանում, թե ինչ է կատարվում, հա։ Ինչի ես մի մարդ, որ ապրում եմ կարծես թե ամենաարագ տեմպերով զարգացող երկրում, ապրում եմ շատ ավելի վատ, քան իմ հարևան հայը, որի մասին ինձ անդադ պատմում են, որ ինքը սովից մահանում է։ Բայց արի ու տես, որ նույն այդ միջազգային ռեյտինգներում եւ մնացած նկատառումներով, հա, ինչ որ մինիմալ պահանջների ապահովում, ես ապրում եմ շատ ավելի վատ։ Այսօր այսքանը, հիշեցնեմ տաղավարում իմ հյուրն է տարածաշրջանային աշխարհաքաղաքականության փորձագետ Անժելա Էլիբեկովան, հաղորդումը վարեց Լիաննա Խաչատրյանը, ցտեսություն։